Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի մահը վրա է հասել պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով, հայտնել է քննչական կոմիտեն։ Դիակի արտաքին զննության ընթացքում երեխայի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Ըստ նախաքննական մարմնի պարզվել է, որ Տիգրանի հայրը վրեժի շարժառիթով իրան չափահաս երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան։ Գործի նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան։ Երեխայի հոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը բողոքարկելու է ՔՊ վարչության որոշումը։ Այս մասին падգամավորն ասել է ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, նշելով, որ իրենց կուսակցության կանոնադրությունն այդ հնարավորությունը տալիս է։ Բանն այն է, որ Սարգսյանի թեկնածությունը չի հաստատվել ընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Սարգսյանի խոսքով ինքը դեմ չի գնում կուսակցությանը, հակառակը այս ամենն անում է, քանի որ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր գաղափարակից ընկերն է։ Չինաստանը ուշադրությամբ հետևում է խաղաղության խաչմերուկ նախագծին, այն համարելով Հայաստանում տարատեսակ ոլորտների զարգացման լավ հնարավորություն։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը, պատասխանելով Թրամփի ուղու մասով Պեկինի դիրքորոշման մասին հարցին։ Չինացի դիվանագետն այս նախագիծը հեռանկարային է համարել։ Փաստերի ստուգման հարթակը զինապահ հիմնադրամի կայքից առանձնացրել ու ստեղծել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունների բազա։ Հարթակը բազան ստեղծելու համար օգտվել է զինապահ հիմնադրամի կայքում առկա տվյալներից։ Կայքում նշված զոհերի թիվը 3246 է։ Պաշտոնապես հրապարակված զոհերի թիվը, որը ներառում է նաև քաղաքացիական անձանց, 3833 է։ Զինապահում հրապարակված են շահառու այն զոհված զինծառայողների լուսանկարները եւ հակիրճ պատմությունները, ում հարազատները տվել են իրենց համաձայնությունը հրապարակման համար։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը։ Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Ադրբեջանում սպասվող համաներման համատեքստում Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլչեքչյանի կինը դիմել է Ադրբեջանի առաջին տիկին եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, խնդրելով համաներում կիրառել նաեւ Վիգենի նկատմամբ։ Հայ որբերի օգնության ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն փաստաբան Լուսիանա Մինասյանը հայտնել է, որ դեռ պատասխան չեն ստացել։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վիգեն Էուլչեքչյանի վիճակը վատ թարացել է։ Նա անվասայլակի կարիք ունի եւ մնացել է առանց բուժօգնության։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ գիշերը հարված է հասցրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքներին։ Գլխավոր շտաբը նշել է, որ խոցված շրջանում պայթյուններ եւ հրդեհներ են գրանցվել։ Գլխավոր շտաբը նաեւ հաստատել է Ռոստովի մարզում նավթային բազային հարված հասցնել է։ Ռուսական տեղական իշխանությունները հայտնել են, որ Կրասնոդարում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով տուժել է 2 մարդ։ Վնասվել են մի քանի տներ եւ որոշ շրջաններում անջատվել է էլեկտրամատակարարումը։ Տուժածները հոսպիտալացվել են։